Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարիլույս սեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր պիտի խոսիմ ձեզի հույժ կարևոր նյութի մասին։ Սուրբ բادرակի կամ սուրբ հաղորդության մասին։ Այո, սիրելիներ, ամեն գիրակի սուրբ բادرակը մատուցվի Դժբախտաբար քիչերն են, որ ամեն գիրակի մշտապես այսպես գերտան եւ գմասնակցին սուրբ բادرակի հաջող մեծ մասը մեր ժողովրդին եւ քրիստոնյաներուն նաեւ ընդհանրապես արիթ գերտա դաղավար դոներուն գերտան մեր ժողովրդի զավակները իսկ ուրիշներ ալ երբ նույնիսկ ամեն գիրակի գմասնակցին հաղորդություն չեն ստանալ հին սովորություն մռածեն դաղավար 5 դոներուն տածքին կհաղորդվին հատկապես ծննդյան եւ զատկվան դոներուն եւ մեծ մասը մեր ժողովրդին այն է որ գերտանք ծնունդին զադիգին դարին 2 անգամ բավարար է սուրբ հաղորդությունը ստանալը բայց ինչ է սուրբ հաղորդությունը եւ որքան կարեւոր է անհրաժեշտ է սիրելիներ սուրբ հաղորդությունը ստանալը այսօր այս հսկա ծավալուն նյութի մասին երկար պիտի չխոսիմ Բիդի խոսիմ սիրելներ թե երբ հաստատվեցավ ինչպես հաստատվեցավ Սուրբ Հաղորդյան խորհուրդը եւ բիդի ցույց տամ եկեղեցիներու դարբերությունները ու թե հայ եկեղեցին մեր հայ առաքելական եկեղեցին ինչպես կբացատրի եւ ինչ կավդա եւ ինչպես կմատակարարի Սուրբ Հաղորդության խորհուրդը Տեր Հիսուս Քրիստոս հաստատեց Վերնադան մեջ իր խաչելութենեն ամիջապես առաջ վերջին ընթրիքի ժամանակ Երբ հավաքված էին իր աշակերտներով Հիսուս հացը արավ օրտնեց եւ ասավ արեք գերեք ասիգա իմ մարմինս է եւ աբա քինին արավ օրտնեց շնորհակալություն հայտնեց Հոր Աստուծո փաշխեց իր աշակերտներուն եւ ասավ արեք խմեցեք ասիգա իմ արյունս է որ գտապվի շատերու մեղքերու թողության համար եւ ասավ Հիսուս այս կատարեցեք իմ իշտագիս համար ամեն անգամ Այս մասին կգարտանք համադեսական 3 ավետարաններու մեջ, այսինքն Մատթեոսի, Մարգոսի, Ղուգասու։ Եթե համարները ասեմ, գրնակ կարտալ, Մատթեոսի ավետարանի 26-րդ գլխի մեջ Հիսուս ուրեմն այս խոսքերը ասավ, գարտացեք անպայմանորեն 26-ին մինչև 28 համարները, Մարգոսի ավետարանի 14-րդ գլխի մեջ գարտացեք 22-ին մինչև 24 համարները Ղուգասու ավետարանի մեջ 23-րդ գլուխ գարտացեք 19-րդ համարեն մինչև 20-րդ համարը եւ նաեւ սիրելներ այս մասին գրնակ կարտալ առաջին Գորընթացներու նամակին մեջ հատկապես 23-րդ համարեն մինչև 31-րդ համար։ Բիդի անդրադառնամ հետո ավելի ուշ Բողոս Արաքյալի ուրեմն հիշած այդ վերջին ընթրիքի խորհրդին մասին։ Բայց շատ կարևոր գետ մնախ կուզեմ ցեզի ասել։ Երբ Սուրբ Բادرակի ընթացքին աղոթներ գլան շարականներ գերկվին Թբիրները ներքևեն, սարգսակները վերեն, քահանան իր բաժինը, Բادرակի գետրոնական բաժնին մեջ, քահանան, որ մինչ այդ իր աղոթները, ժողովրդի աղոթներով միացնելով Հայր Աստուծո գահիցե, Որդին գահիցե, Սուրբ Հոգին գահիցե, բայց Բادرակի գետրոնական բաժնին մեջ Հիսուսի սուրբ խոսքեր կգրտնե եւ գսե. Արեք Գերեք, ասիգա իմ մարմինս է, արեք, խմեցեք, ասիգա իմ արյունս է։ Այդ բաժնին մեջ քահանան ուղագի կներկայանա որպես Քրիստոս։ Քրիստոս է որ քահանային մեջ են խոսի։ Եվ հետևաբար, սիրելի ավադացիալներ, այդ բաժինը բացարձակ գերբով դուք լուր մնացեք։ Գիտեմ որ հաջող գդարվիկ ուրախութենեն, խանդավառութենեն, հոգևոր ապրումներեն եւ սարգսակին հետալ գերքեք, տբիրներուն հետալ գերքեք, կահանայի բաժիններն ալ գերքեք, լավ է որ անպայմանորեն տբիրներու բաժնին միանաք,
Բայց սիրելներ այդ բաժինը ուր որ գսվի քահանան գսե արեք գերեք հանգարց կլսես որ ամբողջ եկեղեցի մեջ գիներ դրամարտիկ ամենալ արեք գերեք գսեն դեք չեսել բիդի չսեք բացարձակ կերպով այդերը նույնիսկ եկեղեցու մեջ գտնվող մյուս քահանաները ուրիշ կրոնավորներ որոնք ներգայեն անոնք անգամ իրավունք չունին ասելու այլ միայն բադարակիչ քահանան անոր բադարակը գամադուցան է եւ սիրելներ ամիջապես ուրեմն այդ խոսքերեն յետք քահանան աղոտ կպարսացնե բադարակիչ քահանան եւ տբիրները երկեն փոխնի փոխ երբ Քրիստոսի մարմին եւ արյան գվերածվի նշխարը եւ քինին ոչ թե այդ խոսքեն յետք որովհետև դունի մեջ մեկը գրնա ասել որ արեք երեք ասկայի մարմինս եւ արյունս է ուրեմն Քրիստոսի մարմին եւ արյան գվերածվի ոչ այլ սիրելներ գվգայագոչվի Սուրբ Հոգին ինչպես որ ինք պատրաստեց Աստվածամայրը եւ Սուրբ Հոգին պատրաստեց մարմին Քրիստոսի համար եւ Քրիստոս Աստվածամոր արքանտին մեջ 9 ամիս համբերել է յետք ծնավ Սուրբ Հոգիով է որ հղացավ Աստվածամայրը հետեւաբար նույն Սուրբ Հոգին անդես կերպով անդեսանելի կերպով մեր աչքերուն չդեսնվելի կերպով այդ հացը եւ քինին որոնք թրված են սգիհին մեջ գվերածե գվերափոխե ուրեմն Քրիստոսի մարմին եւ արյան երբ կբադայադիկա մեր եկեղեցու մեջ սիրներ երբ որ մենք երկենք առաջի կոդեր շարագանը այդ ժամանակ քահանան ինք գարնե սգի ուրեմն մաղզման սգիհին վրա սգիհը բաժակն է որու մեջ քինին լեցված է վրանալ բզդիկ ամա մգա որ գոչվի մաղզմա այդ մաղզմային վրանալ նշխարը թրված է ուրեմն գարնե նախ մաղզման քահանան եւ սարգավակը գմոդենա քահանան հետեւյալ աղոթքը գսե շատ գարջ աղոթքը ցեզի աշխարհապարը թարգմանեմ գսե Սուրբ Հոգին միջոցով այս հացը օրհնե եւ ճշմարտապես մեր Տիրոջ եւ Փրկին Հիսուս Քրիստոսի մարմինը դարձուր այս աղոթքը գսե երկրբակելով գաղաչենք եւ գխնդրենք քեզ մե բարերար Աստված քեզի մշտնչենագից եւ փարագից Սուրբ Հոգիդ ղրգե ավասի գխնդրեի բادرակիչը հայր Աստծո որ Սուրբ Հոգին ղրգե եւ սեղան տրված այս ընձաները եւ մեզ ուրեմն ընձաներուն վրա ուղարկե այս Սուրբ Հոգին եւ այդ ժամանակ սիրելիներ գմոդենա սարգավակը եւ օրտնիա դեր գսե ու քահանան նախ մաղզմային վրա այդ ափսեին վրա տրված նշխարը 3 անգամ գործնե ասելով Սուրբ Հոգին միջոցով այս հացը օրտնե եւ ճշմարտապես մեր Տիրոջ եւ Փրկին Հիսուս Քրիստոսի մարմինը դարձուր ճշմարտապես 3 անգամ օրտնել է յետ նշխարը առանցին բادرակիչ քահանան մեկում գտնե այդ ամանը մաղզման ապա սուրբ սգիը սուրբ բաժակը գարնե եւ այս անգամ քինին գործնե 3 անգամ ասելով եւ այս բաժակը օրտնե եւ ըստուկապես մեր Տիրոջ եւ Փրկին Հիսուս Քրիստոսի արյունը դարձուր 3 անգամ այս խոսքը ասել են վերջ ապա սիրելիներ գարնե դարձյալ այդ ամանը մաղզման եւ քինին միասին եւ դարձյալ 3 անգամ գսե քահանան Սուրբ Հոգին միջոցով այս հացն ու քինին օրտնե եւ ճշմարտապես մեր Տիրոջ եւ Փրկին Հիսուս Քրիստոսի մարմին եւ արյունը դարձուր Սուրբ Հոգիով փոխարգելով զանոնք այսինքն Քրիստոսի ճշմարիտ արյան եւ մարմին է որ գվերածվի Սուրբ Հոգին փոխարգումով Սուրբ Հոգին ինքը որ կփոխարգե հետեւաբար Քրիստոնեական եկեղեցին կհավատա սիրելներ արաքելական եւ գաթողիկե եկեղեցիները կհավատան որ Սուրբ բادرակի ընթացքին ճշմարտապես եւ ըստուկապես
Քրիստոսի մարմինը եւ արյունը կան։ Այո, աչքին մեր աչքին եւ մեր քիմքին նյութը չի փոխվիր, այսինքն հացը կմնա հաց, քինին կմնա քինի, բայց անոնք ճշմարտապես եւ ըստուկապես փոխարգվին Սուրբ Հոգին զորությամբ Քրիստոսի մարմնին եւ արյան։ Այստեղ բզդիկ դարբերություններ կան սիրելներ կաթողիկ եկեղեցու եւ օրթոդոքս եկեղեցու հասկացողության մեջ, երկուքն ալ նույն բանի կհավատան, բարձաբես կաթոլիկ եկեղեցին կկործածե քոյացափոխություն բառը, գսե, որ հացը եւ քինին կքոյացափոխվին, իրենց քոյությունը կփոխեն եւ կդառնան ուղագի արյան Քրիստոսի արյան եւ մարմին։ Իսկ արաքելական եկեղեցիները գսեն, օրթոդոքս եկեղեցիները գսեն, որ իրենց քոյացափոխությունը չեն փոխեր, այսինքն հացը կմնա հաց, նշխարը կմնա նշխար, բայց անոնք ուղագի ստուկաբես Քրիստոսի մարմնին եւ արյան կվերածվին։ Վերջի վերջո երկուքին հասկացողությունը նույնն է սիրելներ, որովհետեւ Քրիստոսի ուրեմն նշխարին եւ քինի մեջ կտեսնեն Քրիստոսի ուղագի ներկայությունը։ Մինչդեռ փողոքական եկեղեցիներուն համար անիգա սիրելներ բարձաբես հիշադակում է, խորուրդ չէ։ Իրենք բացարձակ կերպով խորուրդ չեն նկատեր Սուրբ հաղորդությունը, այլ բարձ հիշադակ։ Եվ հետևաբար Քրիստոսի մարմնին եւ արյան ներկայությունը ճունին իրենց եկեղեցիներու մեջ։ Բացարձակ կերպով։ Այլ իրենց համար անիգա հիշադակում է Քրիստոսի մահը, այդքան։ Անոր համար նաեւ իրենք բادرակի հասկացողությունը ճունին, առողջությունը ճունին ամբողջական, Սուրբ Հոգի վկայակոչումը ճունին, այլ բարձաբես կսեն, ինչպես որ դերը ինք վերջին ընթրիքին կատարեց, հետևաբար ահավասիկ եկեք նույն ցևով հիշադակենք Քրիստոսի մահը եւ ուդենք։ Եվ իրենք սիրելներ փողոքական եկեղեցիները ասեն, որ բարդատից չէ, որ իրենք ամեն մեկ պաշտամունքին, ամեն մեկ հավաքույթին գիրակնորյա իրենք նշխար եւ կամ հաց եւ քինի փաշխեն բացարձակ կերպով։ Այլ երբ որ իրենց հովիվը բադվելին ամեն մեկ եկեղեցի առանցին ուզե ամիս անգամը, դարին անգամը, քանի դարին անգամը գախյալ է հովիվեն։ Մինչդեռ արաքելական եւ կաթողիկ եկեղեցիներուն համար ամենեն գետրոնական հիմնական խորհուրդը Սուրբ Բادرակն է, որուն մաս կկազմեն հավատացյալները սրբությամբ եւ օրդությամբ։ Եվ սիրելներ, գուզեմ ցեզի գարտալ Հովանու Ավետարանի 6-րդ գլուխեն հետևյալ հատվածը 51-րդ համարեն մինչև 58-րդ համար։ Այս գլխում մեջ կտեսնենք, որ հրյաներ գուքան եւ Հիսուսի գսեն, Հիսուս մինչ այդ ժողովարանին մեջն է, Գափառնայումի ժողովարանին մեջն է։ Իրեն գուքան գսեն, որ մեզի ինչ հրաշք պիտի գադարես, որ մենք հավատանք քեզի։ Մովսես անաբադին մեջ մեր հայրերուն երկինքեն մանանա իջեցուց։ Եվ Հիսուս կխոսի, որ երկինքեն իջած մանանան անիգա իսկական մանանան չէ։ Երկինքեն իջած մանանան ինքն է։ Որտեւ գսե ծեր հայրերը մանանան գերան անաբադի մեջ, բայց եւ մերան, բայց այն մանանան, որ ես եմ եւ ես պիտի դամ ցեզի, ով որ ուդե հավիդյան պիտի ապրի։ Եվ տեսեք ինչ կսե Հիսուս։ Ես եմ գենթանի հացը, որ երկինքեն իջած է, ով որ այս հացեն ուդե հավիդյան պիտի ապրի։ Եվ հիմա կբացատրե, թե ինչ այդ հացը։ Բարձ հացի մասին չէ Հիսուսի խոսքը։ Հացը, որ ես պիտի դամ, իմ մարմինս է, որբեսի աշխարհը կյանք ունենա։ Այս խոսքին վրա հрьяաները սկսան իրար հետ փուրն գերբով վիճապանի լսելով, ինչպես կրնա այս մարդը իր մարմինը մեզի դալ ուդելու համար։ Հիսուս կպատասխանե։
Լավ գիտեք, որ եթե չուտեք մարդու որդին մարմինեն եւ չխմեք անոր արյունեն, ցանկ պիտի չունենաք ձեր մեջ։ Ահա սիրելիներ գտեսնեք, որ ոչ թե խորհրդանիշ է բարձրապես, այլ Հիսուս հստակ երբով գսե, եթե չուտեք մարդու որդին մարմինեն եւ չխմեք անոր արյունեն, ցանկ պիտի չունենաք ձեր մեջ։ Ով որ մարմինես գուդե եւ արյունես կխմե, հավիդենական ցանկ ունենա եւ ես անոր հարություն պիտի դամ վերջին օրը։ Քանի մարմինս ճշմարիտ գերագուր է եւ արյունս ճշմարիտ խմելիք։ Անորամար սիրելիներ աղոթքի մեջ կսե ըստուկաբես օրտնեդեր ճշմարիտ եւ ճշմարտաբես եւ ըստուկաբես մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի մարմին եւ արյան դարձուր ով Սուրբ Հոգի Աստված փոխարգե զանոնք ճշմարտաբես ոչ թե սիմվոլիկ կերպով ոչ թե որպես խորհրդանիշ այլ ճշմարտաբես անորամար քրիստոնեական ավանդական եկեղեցիները օրթոդոքս արաքելական եւ գաթողիկե ուրեմն ուղղափառ եւ գաթողիկե եկեղեցիները հավատան որ հացը եւ քինին ճշմարտաբես Սուրբ Հոգին փոխարգե Քրիստոսի մարմնին եւ արյան կշարունակեմ Հիսուս կսե քանի մարմինս ճշմարիտ գերագուր է եւ արյունս ճշմարիտ խմելիք ով որ մարմինես կուդե եւ արյունես կխմե մեջս կփնագի եւ ես անոր մեջ ահա սիրելիներ միությունը Քրիստոսի հետ Քրիստոսի հետ միությունը բարձրապես խորհրդանիշ չէ այլ իսկական միություն մենք երբ սուրբ հաղորդություն կստանանք Քրիստոսը մեր մեջ ուղղակի ընդունած կլանք եւ մենք ալ Քրիստոսի մեջ մնացած կլանք գշարունակե Հիսուս ինչպես հայրը որ զիս խրգեց Գաբրի ես ալ իրմով Գաբրիմ նմանապես ով որ իմ մարմինես սկուդե պիտի աբրի ինձմով այս է երկինքեն իջացածը ասիկա չի նման իր այն մանանային որ ծեր հայրերը գերան եւ հետո մեռան ով որ այս հաց ուդե հավիդյան պիտի աբրի ահա սիրելիներ գտեսնեք որ որքան կարևոր է սուրբ հաղորդությունը ամենեն անհրաժեշտ սնունդն է հոգևոր սնունդն է հավատացյալին համար որովհետև սիրելիներ երբ մենք սուրբ բادرակի կմասնակցենք նախ Քրիստոսի մահը, թաղումը, խաչելությունը եւ հարությունը հիշադակած կլանք, դոնախմբած կլանք, բայց նաեւ սիրելիներ մենք մեղքերու թողությունը ստացած կլանք եւ երրորդ Քրիստոսով փնակված, ներփնակված կլանք ճշմարտաբես, ըստուկաբես Երբ պետք է հաղորդվիլ, ամեն անգամ որ սուրբ բادرակի կմասնակցենք եւ սակայն սիրելիներ ոչ թե անիկա պետք է սովորություն դարձնենք բարձաբես, այլ արժանավորությամբ պետք է մոտենանք, այսինքն պետք է քննենք մենք մեզ, ինչ ծավով կրնանք քննել մենք մեզ, տեսնենք որ ինչ մեղքեր ունենք, հետեւաբար անհրաժեշտ է սիրելիներ պատրաստվիր սուրբ հաղորդությունը ստանալու համար, ինչ ծավով բայեցողությամբ հատկապես բادرակի օրը ձոմաբահություն ունելով սիրելիներ գիտեմ որ մարդիկ կան որ գսեն որ հիվանդ ենք եւ այլն եթե շատ լուրջ բարակայ է այդ ժամանակ հարցը չէ բայց այլապես չի բադայր ցեզի հիվանդ մեծահասակ մայրեր քույրեր եղբայրներ հայրեր որ օրը մորնակ թեղը առնել գմերնի մեկը Ոչ Գամ եթե բժիշկը ցեզի ասե որ վաղը բիդիկակ արյան քնության ենթարկվիկ հետեւաբար բացարձակ երբ ոչ շուր խմեցեք ոչ բամը գերեք Եթե բժիշկին խոսքին մտիկ կնեք բադվերին եւ այդպես կերտակ ամբողջությամբ սոված ձոմաբաությամբ Հաբա չեն կրնար սիրելիներ սուրբ բادرակին մասնակցիլ Զոմաբաությամբ այդ բզդիկ զոհակորձումը չեն կրնար գադարել այն մեծ զոհակորձման դիմաց որ Քրիստոս մեզի համար գադարեց մեր մեղքերը ներելու համար հետեւաբար շատ կարևոր է բայեցողությունը զոմաբաությունը քոնե սիրելիներ մեկ գիշեր առաջվնե իսկ եթե շաբաթաբակեր կան շաբաթաբակերը բայելով օրաբակերը բայելով
Չորեքշաբթի ուրբաթ օրերը, այս բոլորը սիրելիներ պատրաստություններ են լրջությամբ Սուրբ Հաղորդությունը ստանալու։ Երկրորդ շատ կարևոր է խոստովանանքի մասնակցելը, չափազանց կարևոր է, առանց խոստովանանքի բեք չէ Սուրբ Հաղորդություն առնենք։ Երրորդ շատ կարևոր է Սուրբ Բադրակի մասնակցել սկիզբեն, որովհետև Սուրբ Բադրակի ընթացքին երկու հաղորդություն կա։ Առաջինը Աստուծո խոսքին, Քրիստոսի խոսքին հաղորդությունն է, Սուրբ Ավետարանը երբ որ գընթերցվի։ Երկրորդը Քրիստոսի մարմին հաղորդությունն է։ Հետևաբար պետք է սկիզբեն երգալալ, ոչ թե հաղորդուն բաժնածադենը վերջին քանի մոքիները դեստված է ասիկա ճշմարտաբար միշտ կդեսնենք, վերջին քանի մոքիները մնացած են որ գաղորդվին, հանգարց եկեղեցի մեկը գմտնե ուշացած, բայց գվազի եկեղեցին որբեսի երթա որ հաղորդությունը ստանա բադրակիչ կանային ցերքեն։ Անիկա սիրելիներ լրջություն չեղավ։ Բացարձակ լրջություն չեղավ։ Եվ հաղորդության երբ որ շարքի մեջ ենք, առանց աչ ցախ նայելու, խոնար աչքերով, առանց այսօր հետ խոսելու, անոր հետ խոսելու, այսօր բարևելու, անոր բարևելու, այդ բոլորը կրնանք եկեղեցիեն դուրս բադրակեն վերջնել։ Բայց ոչ հաղորդության ընթացքին։ Հաղորդության ընթացքին մենք երթանք Քրիստոսի մարմին եւ արյունը ճաշակելու։ Ոչ թե հաց եւ գինի ճաշակելու։ Ձեր երեխաներուն ալ սորվեցուցեք անիկա Քրիստոսի մարմին եւ արյունն են։ Ոչ թե բարձ հացի գե, այլ ճշմարիտ հաղորդություն է։ Եվ սիրելիներ, ճշմարտաբար այս COVID-ին վերջ, 2020-ին վերջ, մեր եկեղեցու մեջ ալ մտավ այս սատանայի արարքը, որ մարդիկ գուզեն այլևս ցերկով հաղորդվին։ Դեսած եմ ճշմարտաբար գարնեն, ոմանք իրենց կրբանը գտնեն անգամ, չեն հաղորդվիրալ։ Աստված գիտե ինչ դրամապանությամբ։ Գամ կեդին գինան, գլկեն եւ գերտան։ Սուրբ հաղորդությունը պետք է ստանալ փերնի մեջ։ Նույնիսկ եթե քահանաներ կան, բադրակիչ քահանաներ կան, որոնք վարժություն արած են հիմա արակ ըլլալու համար ցերկի վրա դալ, սիրելիներ, դուք խոնարեցեք ցերպերանը բացեք, որ հաղորդությունը ստանաք ցերպերնով։ Եվ արժանավորությամբ պետք է երթալ։ Անշուշտ չեմ սերդագավին, որ պետք է անպայմանորեն մգրդված լա։ Անիկա խոս բեկչունի գայլովս չէ, բեկչունի մսելուցեզի, որտեղ հաստատ պետք է անպայման մգրդված լա մեկը։ Առանց մգրդված լալու մույս խորհուրդները չի գրնար ստանալ։ Բացարձակ կերպով։ Հեթանոս է այդ անձը, լա փոքր լա մեծ։ Պետք է նախ մգրդվի, հետո մոդենա։ Քիդագից սեբով պետք է մոդենալ հաղորդությունը ստանալու համար։ Եվ տեսեք սիրելիներ, Պողոս Արաքյալը ինչ կսե։ Առաջին Կորինթացիներուն ամագի 11-րդ գլխու մեջ 20-րդ համարեն պիտի գարտամ։ Կամ 26-րդ համարեն, որովհետև սկիզբը գսե որ դուք ինչ դարբերություն չեք տներ սովորական հացին եւ Քրիստոսի մարմնի միջև։ Դուք դուներու մեջ հաց չունիք ինչու որ գուքակ կամ պատվեք դիրոջ խորուրդը։ Եվ 26-րդ համարի մեջ են գսե Արաքյալը։ Հետևաբար ամեն անգամ որ այս հացը գուտեք եւ բաժակեն գխմեք, դիրոջ մահը կբատմեք, մինչեւ իր երկրորդ կալուստը։ Այսուհետև ով որ անարժանությամբ ուդե այս հացը կամ խմե դիրոջ բաժակեն, դիրոջ մարմինն եւ արյանթե մեղանչած կլա։ Ոստի ամեն մարդ նախ ինքզինքը թող կնե եւ ապա միան այս հացեն ուդե եւ բաժակեն խմե, որովհետեւ ով որ անարժանությամբ կուդե եւ գխմե, այդ ուդելով ու խմելով ինքզինք դադարդության գենտարգե։ Քանի որ զանազանություն չի տներ սովորականացին եւ դիրոջ մարմնի միջև։ Այս է հաբաճարը, որ ծեր մեջ բազմաթիվ հիվանդներ ու ցավակարներ կան եւ բազմաթիվ են նաեւ անոնք, որ նույն բաժարով մեռան։ Եթե երբեք մենք մեզ քննեինք, չէինք բաժվել, իսկ եթե բաժվինք, դեռ այցեվով գխրադե մեզ, որբեսի չլա որ աշխարհին հետ միասին դադարդվինք։ Գարտացի ցեզի 26-ին մինչև 33-րդ համարները առաջին Կորինթացիներուն ամագի 11-րդ գլխու։ Սիրելի քույրեր եղբայրներ, անարժանությամբ ով որ Սուրբ հաղորդություն կստանա, անիկա իր դադարդությունը ստացած կլա։ Անորոմալ լրջությամբ պետք է առնել Սուրբ հաղորդությունը։ Զանազան եկեղեցիներու մեջ դարբերություններ կան, արագ թվեմ գարկը դարբերություններ, օրինակ կաթոլիկ եկեղեցու մեջ նախ ասեմ հայ արաքելական մեր եկեղեցի մեջ։ Հայ արաքելական մեր եկեղեցին նշխարը մեկ նշխար գլա, որ գդոր կփաշխվի եւ այդ ամեն մեկ գդորի մեջ Քրիստոս ինք իր ամբողջությամբ կա, իր աստվածային եւ մարդկային
մեկ բնությամբ, միացյալ բնությամբ։ Ես սիրելիներ, մեր նշխարը գլորակ հացն է, որ Սուրբ Պատրակի ընթացքին կործածվի, անխմոր է, փաղարջ հաց է։ Փաղարջ է, անխմոր է։ Մեզի նման կաթոլիկ եկեղեցին 12-րդ դարենը սկսյալ ինքն ալ սկսա փաղարջ կործածել, այլապես կաթոլիկ եկեղեցին նախապես ինքն ալ խմորյալ հաց կործածեր։ Միան հայ առաքելական եկեղեցին աշխարհի մեջ, որ սկիզբեն առաջին իսկ օրեն իրավանդության մեջ անխմոր հացով բادرակմադուցե, որովհետև հրյական բասեկի ժամանակ թթխմորը պետք է մակրվեր դան մեջ են եւ Հիսուսալ վերջին ընթրիքի ժամանակ անխմոր հացով հացը դվավ եւ ասավ արեք կերեք ասկային մարմինս է։ Ուրեմն կաթոլիկ եկեղեցին ալ անխմոր գնե եւ լուդերական, անգլիկան, եպիսկոպոսական գարկ մի եկեղեցիներ, իսկ մնացյալ ուրեմն փոքրական եկեղեցիները, ինչպես արդեն իրենք խորհուրդ ունին, բادرակ ունին, բարձրապես որ իրենք սովորական հաց կրնան առնել, կամ քրեքեր մը կրնան առնել, բիսկուիտ մը կրնան առնել եւ այդպես ուրեմն չորցած հացով ալ բادرակ կնեն, բայց մեր կողը պետք է նույն արավոտ գրոնավորը պատրաստեն նշխարը եւ այդ մեկ նշխարեմ փաշխումը կգադարվի բոլոր հավատացյալներուն։ Իսկ ասեմ նաեւ որ մեր քույր եկեղեցիները, ղբդիները, ասորիները, հնդիկ մալաբարները, եթոպիացիները, էրետրիացիները, որոնք թեև քույր եկեղեցի են, իրենք սիրեներ խմորյալ հաց կկործածեն, ինչպես որ հույն եկեղեցին կամ օրթոդոքս բոլոր եկեղեցիները, ռուսական եկեղեցին, վրացական եկեղեցին, բուլգարական, ռումանական եւ այլն սլավոնիկ երկիրներու օրթոդոքս եկեղեցիները, ուրեմն իրենք խմորյալ հաց կկործածեն, ինչու որովհետեւ գսեն որ խմորյալ հացը գխորտանշե Քրիստոսի հարությունը, Քրիստոսի հաղթանակը, հետեւաբար իրենք խմորյալ հաց կկործածեն, իսկ մենք փաղարջ հաց կկործածենք, այսինքն անխմոր։ Երկրորդ միակ եկեղեցին աշխարհի մեջ, որ քինի մեջ ճուր չի խառներ, հայ առաքելական մեր Սուրբ եկեղեցին է։ Որովհետև մենք հավատանք, որ Սուրբ Պատրակի ընթացքին քինին հետ ճուր խառնված չէր։ Իսկ ինչու համար ուղղափառ մեր քույր եկեղեցիները, ուղղափառ եկեղեցիները, նաև օրթոդոքս եկեղեցիները, հույն, ռուս եւ այլն եւ կաթոլիկ եկեղեցիները բոլորն ալ ճուր խառնեն, ոմանք նույնիսկ դակ ճուր, որովհետեւ գսեն որ արյունը ուրեմն Քրիստոսի աստվածությունը գխորտանշե, իսկ ճուրը մեր մարդկային բնությունը, որ Քրիստոս խառնվեցավ անոր հետ, նաև խորտանշեն հավատացյալները, որ դերը խառնվեցավ անոնց հետ, եւ գսեն որ իրենք նաև խորտանիշ է, երբ Քրիստոս խաչին վրայեն իր գողը ուրեմն խրեցին քեղարտը, ճուր եւ արյուն փխեցավ։ Մեր աստվածապանության մեջ շնորհալի սուբ ներսեշնորհալի հայրապետ կբացատրե, որ Հիսուսի գողեն փխողը արյունը ուրեմն մեղած թողության համար է, բայց ճուրը մգրդության խորտանիշ է։ Ուրեմն բարձրապես դուք իմացեք, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին անաբագ քինի գործած է, այսինքն մաքուր քինի եւ փաղարջ հաց։ Միակ եկեղեցին ենք աշխարհի մեջ, որ քինին հետ ճուր չենք խառներ։ Այս տարբերություններն ալ իմացեք։ Խոսեցա արդեն կոյացափոխության մասին, որ բացի կաթոլիկ եկեղեցին, մյուս բոլոր եկեղեցիները սիրելներ, կսեմ որ կոյացափոխություն բարեն գսկուշանան, որովհետև կաթոլիկ եկեղեցին գուզե բացատրել, որ երբ կկոյացափոխվի, երբ ուրեմն Քրիստոսի մարմին եւ արյան կվերածվի, անոր համար այս բարը կոյացափոխություն բարը կործածած է 12-րդ դարեն յետքը, բայց աստվածապանությամբ նույն հասկացողություն ունենք, որ ուղղակի Քրիստոսի մարմինը եւ արյունն են ըստուկաբես եւ ճշմարտաբես եւ Սուրբ Հոգին ինքն է որ վգայագոչվելով իջնելով գվերա փոխե սիրելներ գփոխարգե Քրիստոսի մարմին եւ արյան այդ հացը եւ քինին։ Փոքրական եկեղեցիներու մեջ արդեն ասի որ իրենք խորհրդի այդ հասկացողությունը ունին եւ նաեւ սիրելներ հետեւաբար Քրիստոսի մարմին եւ արյան վերածվելու հասկացողությունը ունին, այլ բարձրապես հիշադակ է եւ իրենք կգործածեն ոչ թե քինի, այլ կգործածեն ջուս, հյութ, կամված հյութ, կրնամ մեկը շուգային ոյ մեկ հյութ առնել եւ ոյ մեկ հյութով խմել։ Եվ բարձրապես
Արանցին բաժակի մեջ հյութը տրված կլա եւ բզդիկ հացիկը եւ գարնեն գուդեն եւ գխմեն այդքան եւ ճշմարտաբար հավատացյալներ փոքրական հավատացյալներ գսեն որ ես դունիս մեջ ալ հաղորդություն կրնամ առնել իրենք հացը գարնեն քինի գարնեն ասիկա Քրիստոսի մարմինն է ասիկա Քրիստոսի արյունն է եւ գուդեն ու գխմեն անիկա բացարձակ կերպով ընդունելի չէ բացարձակ կերպով անոր ճշմարտաբես ըստուկաբես Քրիստոսի մարմին եւ արյուն չի համարեր սուրբ հաղորդությունը անիկա սիրելներ արաքելական եւ ուղղափառ եկեղեցու համար Քրիստոսի խոսքին թեմ կործող է որովհետեւ Քրիստոս հստակ կերպով գսե որ ասիգա իմ արյունս է չսեր ասիգա իմ արյունիս նմանագն է իմ արյունս խորթանշող է այլ ասիգա իմ արյունս է ասիգա իմ մարմինս է ոչ թե արյունիս մարմինիս կնմանի մարմինս կխորթանշե ոչ ասիգա է իմ արյունս եւ մարմինս ով որ այսկե գուդե մարմինես գուդե եւ արյունս կխմե հավիտենական կյանք ունի իմեջս կաբրիևես իր մեջը աղանտավորներու գարկ աղանտավորներու մասին խոսին որոնք ճշմարտաբար մեր հայրենիքի մեջ ալ մուտք գործածեն օրինակ Եհովայի վկաները բացարձակ կերպով բادرակ չունին բացարձակ այլ անոնք սիրելներ դարին մեկ անգամ Նիսան 14-ին որտեղ իրենք հրյական օրացույցին համաձայն կընթանան հրյական օրացույցին համաձայն Նիսան 14-ը գկադարվի սիրելներ հրյական փաղարչը կամ բասեկը զադիգը հետևաբար իրենք ալ այդ օրը գսեն որ քանի որ Հիսուս Նիսան 14-ին էր որ զոհվեցավ բادرակվեցավ հետևաբար բարձաբես հիշադակը կկատարեն բարձաբես Նիսան 14-ին եւ ամեն տարի Նիսան 14-ը կփոխվի տարի մը գրնալ ապրիլ 1 կա տարի մը գրնալ ապրիլ 20 կա տարի մը գրնալ մարտ կա եւ այլն բայց մարտի վերջեն մինչեւ ասենք ապրիլի գեսի ժամանակ հрьяներու բես իրենք ալ Նիսան 14-ին կկատարեն սիրելներ հիշադակ ոչ բادرակ ճունին խորուրդ ճունին բացարձակ կերպով եւ ադալսեմ հացի եւ քինին իրարու կփոխանցեն նույնիսկ չեն ուդեր ինչու որովհետեւ Եհովայի վկաներ գսեն որ միայն քիչերն են 144,000 մարդիկն են որ իրավունք պիտի ունենան Քրիստոսի հետ մասնագիծ դառնալու հավիտենական կյանքին հետևաբար իրենց աչքին թիմացե միանգանցնեն հացի եւ քինին ջուսը իրականության մեջ հյութ է եւ ոչ թե անշուշտ ամենայն թեպս բայց չեն ճաշակեր եւ ադորամար իրենք սիրելներ միշտ այդ օրը դուրս կելեն եւ քրիստոնյաներուն հետ կսկսին Արնել դալ որ դուք սխալ գնեք Հիսուսի բادرակելով դուք ամեն անգամ Հիսուսը սպանած կլակ այդ մասին ալ պիտի խոսիմ սիրելներ որ մենք կգադարենք անարյուն բادرակ արաքելական եւ ուղափար եւ կաթոլիկ եկեղեցիները կգադարեն անարյուն բادرակ ինչը անարյուն բادرակը այսինքն արյան բادرակը մեկ անգամ դեղի ունեցավ կողքոտային վրա երբ Քրիստոս իր մարմինը չարչարվելով Հիսուսի մարմինը չարչարվելով խաչվելով ցավ ապրեցավ եւ մեր մեղքերը ներեց խաչին վրա անիկա արյան բادرակն էր որ հին գդագարանի անասուններուն փոխարեն դեր ինքզինք նվիրեց որպես քարն աստուծո իսկ մենք հիմա որ բادرակը մատուցանենք ամեն օր գարկ մի եկեղեցիներ կամ շաբաթ անգամը կարևոր չէ երբ որ բادرակը մատուցվի այդ բادرակը գոչվի անարյուն բادرակ այսինքն Քրիստոսի մարմինը եւ արյունը Քրիստոսի մարմինը նորեն չի ծավիր այդ դարաբանքներով այլ հացի եւ քինի մեջ են Քրիստոս իր արյունը եւ մարմինը մեզի գուտա որպես հաղորդում որպես իրեն հետ մասնագիծ դառնանք հաղորդվին նույն բادرակն է որպես խորուրդ խաչին վրայի Քրիստոսի բادرակվելը եւ անարյուն բادرակը որ մենք կկատարենք բայց սիրելիներ ծևը դարբեր է այն իմաստով որ Քրիստոս ամեն անգամ պիտի չմառնանա եւ ամեն անգամ պիտի չխաչվի այլ մեկ անգամ խաչված է եւ հարություն արած է եւ գմնա երկրորդ կալուստը եւ մեզ հավիտենական կյանք առաջնորդելը ուրեմն մեր կատարած բادرակը անարյուն բادرակ է Եհովայի վկաներուն ագանջ միդակ մորմոնները սիրելներ ահավոր են ուղագի մորմոնները այո ամեն գիրակի իրենք հաց եւ քինի չէ այլ քինին փոխագերբած են ինչի ճուրի հաց եւ ճուր կփաշխեն Եվ մորմոններուն համար քանի որ բادرակ չի անիկա բացարձակ կերպով խորուրդ չկա անիկա բարձրապես իրենց ուխտը վերանորոգելու համար է հաց եւ ճուր կփաշխեն եւ նույնիսկ եթե հաց եւ ճուր չլան սիրելիներ
մորմոններու համար ինչ գուզե թողլա, ուդելիք թողլա, հետևաբար գգադարվի։ Ինչ, օրինակ հացի փոխարեն գրնան սիրելներ չիփս բերել, գրնան բդուղ, գրնան միս, գրնան պանչարեղեն բերել, ո՞ե մեկ բան։ Կարևորը որովհետև խորհրդանիշներինց համար ուդելիքը մեկ խոսքով Քրիստոսի մարմինը գխորհրդանիշը ըստ իրենց։ Իսկ ճուրի փոխարեն արդեն սիկինի չեն կործածեր բացարձակ երբով ճուր գործածեն, ճուրի փոխարեն գրնան սիրելներ գաթ հրամցնել, գրնան պեպսի հրամցնել, սոդա հրամցնել, զովացուցիչ հրամցնել, ո՞ե մեկ գազով ճուր հրամցնել, գրնան ջուս հրամցնել, հյութ հրամցնել, ո՞ե մեկ բան, որովհետև խորհրդանիշն է, ճուրնալ խորհրդանիշը Հիսուսի արյունը։ Ահա սիրելներ դժբախտաբար, երբ որ արաքելական հավատքեն մարդիկ գեհրանան, գսկսին զանազան բաներ մեջտեղ հանել, ցավի սիրտ։ Ուզեցի այս տարբերություններու մասին իմանաք, որբեսի գիտնաք սիրելներ, թե հայ արաքելական մեր եկեղեցին ամենենհին ավանդությունները բահբանած է, արաքելական ավանդությունները, որոնք ուղագի Քրիստոսի կյանքին հետ կապված են։ Նաև բզիկ տարբերությունն ալ կաթոլիկ եկեղեցու այն, որ Կաթոլիկ եկեղեցին հատկապես սիրելներ 16-րդ դարին յետք, 1500 թվականին յետք, սկսավ ջերմակ քինի կործածել, բարձ այն մտահոգութենեն մեկնած, որովհետև սեղանի խորանին վրա ծածկոցներ կան սպիտակ, եւ նաև շորը, որ գսրբեն վերջը քինին, որբեսի գարմիրը հետ զորավոր հետ չծկե, լեքե չծկե գդորներուն վրա, գաթելով հանգարց չաղդոդե 16-րդ դարին սկսան ջերմակ քինի կործածել։ Եվ մինչև այսօր մեծ մասը, մանավանդ լադին եկեղեցին, չեմ խոսիր արևելյան կաթոլիկ եկեղեցիները, արևելյան կաթոլիկ եկեղեցիները, այսինքն հայ կաթոլիկ, հույն կաթոլիկ եւ այլն, ասոնք ընդհանրապես գեհդեվին արաքելական իրենց եկեղեցվո ավանդություններուն ծեսին, Վատիկան իրենց արտոնություն տված է, բայց լադին եկեղեցվո մեջը հատկապես 199 սպիտակ քինի կործածեն։ Որովհետև գսեմ որ կարևոր չէ որ սպիտակը լա կամ գարմիր, կարևորը քինի է լա։ Ջուս չեն կործածեր, հյութ չեն կործածեր անշուշտ, եւ օրթոդոքս եկեղեցին բացարձակ հյութ չի կործածեր, այլ քինի ուղագի քինի կործածեն։ Եվ կաթոլիկ եկեղեցին, որովհետև դժբախտաբար սիրելներ գարկ մփաներու մեջ այսպես լայն մտություն գուզե ցույց տալ, անոնք որոնք գլուտենի հարց ունին, այսինքն ալյուրի հարց ունին, գրնան գլուտեն ֆրիալ առանց ալյուրի ուրեմն հաղորդություններ ալ իրենց հadoop պատրաստեն, հadoop սգիհներու մեջ, եւ նաեւ անոնք որոնք այն քահանաները, որոնք ուրեմն կամ հավատացյալները, որոնք արբեցողության ախտ ունեցած են եւ հետեւաբար հերույ են հիմա քինի խմել են, անոնց համար գարդոնվի որ նոր ուրեմն կամված խաղողի հյութը, որ դակավին չի խմորված, անիգա բادرակի ընթացքին կործած են։ Արաքելական եկեղեցիներու մեջ այդպիսի բան չկա։ Բացարձակ կերպով։ Եվ վերջին տարբերությունն ալ կաթոլիկ եկեղեցվո։ Կաթոլիկ եկեղեցին գսես սիրելներ, եթե քահանան քինի չունենա, գրնամիան նշխարով բادرակը դե ընել եւ ընդհանրապես հավատացյալներուն իրենք քինի չեն հրամցներ, այլ միան նշխար գսեն որ որովհետեւ եթե ովևէ մեկը այս երկու դարերեն հացեն եւ քինիեն ովևէ մեկը փոխանցեն հավատացյալներուն, Քրիստոս ամբողջությամբ ներկա է, հետեւաբար կարեւոր չէ որ անպայմանորեն քինիալ հրամցվի, այլ միան նշխարը գուտան։ Մինչ ադորամար գտեսնեք կաթոլիկ եկեղեցու մեջ գլորակ այսպես wafelibes ուրեմն հացիկներն եւ բերնի մեջ որ գտնեն գահալի, իսկ արաքելական մեր եկեղեցիներու մեջ անպայմանորեն պետք է եւ մեր հայ արաքելական եկեղեցու եւ մեր քույր եկեղեցիներուն եւ օրթոդոքս եկեղեցիներու մեջ անպայմանորեն հաց եւ քինին, այսինքն Քրիստոսի մարմին եւ արյունը անպայմանորեն միասին կդրվին, բادرակ չլար առանց եթե այս երկուքը չլան, ուրիշ ովևէ մեկ ուրիշ դարերով կարելի չէ բادرակնել ոչ պեպսիով, ոչ ճուրով, ոչ գաթով, ոչ մեկ բանով, այլ զուտ քինիով եւ հացը չի փոխանակվիր ուրիշ ովևէ մեկ բանով, այլ պետք է հաց լա մեր եկեղեցու բարակային անխմոր հաց
եւ քահանան գտածխե եւ այդպես կուտա հավատացյալին Քրիստոսի մարմին եւ արյունը միասին։ Ավասիկ սիրելներ, փորձեցի ցեզի այս ընդհանուր գեդերու մեջ բացատրել, թե ինչ տարբերություններ կան։ Դուք մնացեք հավատարիմ հայրաքելական ծեր հավատքին հայրաքելական Սուրբ Եկեղեցվո։ Սիրելներ, աղոթենք սակայն, որ եկեղեցիները իսկապես միանան հավատքով, որովհետև Քրիստոս չուզեր, որ եկեղեցիները բաժանված մնան, միանան իր հոգևորս, ոչ թե մեկը մյուսին մերժե, օրինակ կաթոլիկ արաքելական եկեղեցի եւ արաքելական եկեղեցին ես քեզ չեմ հաղորդեր, կամ արաքելական մի երթա եւ կաթոլիկը ես քեզ չեմ հաղորդեր։ Բարեբախտաբար այս բաները սկսան հիմա գամած շտկվել եկեղեցիներու բեդերու իրարու կողքովի կալով, բայց աղոթենք, որ իսկապես Քրիստոսի եկեղեցին միանա, բահբանելով յուրաքանչյուր եկեղեցին բահբանելով իր ավանդությունները անշուշտ, երկրորդական բաներու մեջ բահբանությունը լա, բայց առաջնագարկ աստվածաբանական հարցերու մեջ միությունը լա, եւ զանազանությունն ալ սիրելներ փունչի նման է, ծաղկե փունչի նման է, որ ավելի կքաղցրացնե, գարստացնե եկեղեցոցեսը, բայց գլխավոր աստվածաբանական հարցերու մեջ կոնե իրարու միանան եւ Քրիստոսի եկեղեցին մեկ դառնա, ինչպես ինքը աղոթեց Հովաննու ավետարանի 17-րդ գլխու մեջ։ Սակայն մինչ այդ ծեր հավատքի մեջ ամուր մնացեք եւ սիրելներ, իմ խորհուրդս է բոլորին անկադիր հարկելով բոլորը, բայց Քրիստոսի մարմին եւ արյունը նշխարին եւ քինի մեջ է մեզի դրված, ուղագի Քրիստոսի մարմին եւ արյուն համարեցեք եւ ոչ թե բարձաբես խորհրդանիշ, որովհետեւ Քրիստոս կսե իմ մարմինս որ ցեզի գուդամ անիգա է ճշմարիտ հացը եւ իմ արյունս ճշմարիտ խմելիք է անոր գուդե մարմինես եւ արյունես իմ մեջս կաբրի եւ ես իր մեջ եւ անիգա հավիտենական կյանք ունենա եւ վերջին փամնալ երբ հիվանդներ կան անպայման գրոնավորներ կանչեցեք որ սուրբ հաղորդությունը ստանան այդ հիվանդները միսեք որ հիվանդը գրնա վախնալ գարձելով որ պիտի մեռնի Սուրբ հաղորդություն չենք տար, որբեսի մեկը մեռնի։ Սուրբ հաղորդություն գտանք, որ մեղքերու կավությունը լա, բժշկվի հոգեբես եւ նաեւ մարմնաբես, զորանա Քրիստոսով եւ սիրելներ Քրիստոս իր մեջ ապրի։ Ոչ թե զրգեք զինք, ամենքս օրմա պիտի մեռնինք։ Այս գիտակցությունը ամեն մարդ թողնա, որ իր հարազատներուն ինքս է քահանամը գանչեցեք մոդս, թող հաղորդե ինձի, թող զորացնե ինձի Քրիստոսի մարմինով եւ արյունով։ Եվ նաեւ սիրելներ Քրիստոսի մարմին եւ արյունը երբեք հիվանդություն չի դար, որ մեկը չսե որ ես չեմ գտնար երթալ քահանային ցերկեն հաղորդություն առնել, որ ուրիշին բեռնին թբածե։ Եթե գավադաս որ Քրիստոսի մարմին եւ արյունն են ստուկաբես ճշմարտաբես, ապա սիրելներ Քրիստոսի մարմին եւ արյունը բժշկություն կտա եւ ոչ թե հիվանդություն։ Իսկ եթե դու չես հավատարանոր, արդեն արժանի չես Քրիստոսի մարմինով եւ արյունով հաղորդվելու։ Հետևաբար զգուշ եղեք Արթուն եղեք, մի մոլորիկ, ուրիշ տեղեր մի երթակ, մնացեք հավատարիմ ծեր հայրերու հավատքին, այն ինչ որ հիմնված է Աստվածաշունչի վրա, Քրիստոսի կյանքին վրա, որբեսի սիրելներ դու գալ որբես մեկ ամբողջություն հայրաքելական եկեղեցու զավակներ, փոխանցեք այդ շահը ծեր զավակներուն եւ քալիք սերունդներուն։ Աստված ձեզ արադաբես տողորտն է, բարի եւ օրհնյալ օր ծեր բոլորին։